Բժշկի մասնագիտությունը ես երևի ընտրությունը կայացրել եմ տատիկիս օրինակից վերցնելով, քանի որ տատիկս եղել էր գյուղի ամբուլատորիայի բուժքույր, եւ ես շատ ուշադիր նայում էի, թե տատիկս ոնց էր այն ժամանակվա գործիքներս ծերիլացնում, ոնց էր երակ մտնում, իսկ զինվորական բժիշկ դառնալու ցանկությունը արդեն մի քիչ ավելի ուշ տարիքում կայացավ, երբ որ արդեն սկսեցին գիտակցել, որ բժիշկները լավագույն համարվում են զինվորական արտասահմանում եւ 98 թվականին ընդունվեցի Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը։ Եղան վերապատրաստումներ զորամասային օղակի հետ կապված, որոնք ես անց եմ կացրել Արցախի հանրապետության տարբեր զորամասերում։ 2004 թվականին, երբ որ ավարտեցի, 5-ին նշանակվեցի արդեն կրկին Արցախի հանրապետության բոլորին հայտնի Եղնիկներ կոչվող զորամասում որպես բժիշկ, այնուհետև առաջ խաղացումը բուժկետի պետ եւ բուժծառայության պետ։ 2008-ից 11-ին վերապատրաստվեցի որպես վիրաբույժ, արդեն ստացա վիրաբույժի որակավորում եւ նշանակվեցի կրկին Արցախի հանրապետության արդեն Մեխակավանի զինվորական հոսպիտալում։ Հոսպիտալում եղել եմ որպես վիրաբույժ, այնուհետև բաժանմունքի պետ, բուժգծով տեղակալ եւ իմ նշանակման գրեթե առաջին օրվանից արդեն իմ ընտանիքը եղել է իմ հետ Մեխակավանի ԱԲՋ-ում։ Կինս այդ ժամանակվանից եւս զինվորական էր եւ աշխատում էինք միասին։ Իմ առաջնեկը, իմ դուստրս մի քանի ամսական արդեն մեր հետ էր։ 14 թվականին արդեն երբ որ նշանակվեցի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ որպես վիրաբույժ, արդեն տեղափոխվեցինք Երևան եւ գործունեությունը շարունակեցի կենտրոնական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում որպես վիրաբույժ։ Քարորիա պատերազմին գտնվել եմ Արցախում, իրականացրել եմ մասնագիտական գործունեությունս, 20 թվին մասնակցել եմ Տավուշյան հակամարտությանը, որը տևեց մոտ 5-7 օր, իրականացրել եմ տարբեր վիրահատություններ Բերդի հոսպիտալում, այնուհետև սկսվեց Չարաբաստիկ 44-օրյա պատերազմը։ Պատերազմի առաջին օրվանից որպես զինվորական բժիշկ իհարկե արդեն գտնվել ենք առաջնագծում, մասնագիտական գործունեությունը ծավալվել է Իշխանաձոր կոչվող տարածքում, որտեղ մենք մեր խմբով արդեն նշեմ նաև, որ մեր հետ կային նաև քաղաքացիական բժիշկներ, որոնց ես ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել, որ ոչ մի նեղ պահին մեզ մենակ չթողեցին տղաները, մեր հետ մինչև վերջ, առանց տրտնջալու, մեր հետ իրականացրեցին իրենց մասնագիտական գործունեությունը։ 18 տարեկան փոքր կազմվածքով զինվոր էր։ Երբ որ սկսեցինք պատրված, այրված շորերը հագից կտրել հանել, երբ որ հասանք արդեն զինվորական կոշիկները, որ պիտի հանեինք, գիտեք ինչ, երեխան ասես կներես բժիշկ ջան, էլի որ կոշիկներս հանեք, հոտ է գալու ոտքիցս, որովհետև ասես բժիշկ ջան, մի քանի օր մենք փոշու, կեղտի, ջրի մեջ քրտնած ոտքերս, չգիտեմ, ես այդ պահին ինձ զգացում ունեցա, ամեն դեպքում փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ տվյալ զինվորի հետ։ Ես կարող եմ նշել հոկտեմբերի 2-ը, երբ որ առաջի խմբականակ վիրավորներին սպասարկում էինք, երբ որ երկրորդ խմբականակը բերեցին, դեռ առաջինը չէինք վերջ հասնել, երբ որ զբաղվում էինք երկրորդ խմբականակով, եկավ երրորդը, եւ երրորդը ես գիտեք ինչ որ միջև հիմա հիշում եմ, ես հիշում եմ մեր բուժանձնակազմի դեմքի արտահայտությունները, նման պատկեր երևի թե ոչ մեկ չէր տեսել իր կյանքում, երբ որ կամազը հա Բեռնախցիկում վիրավորներով մոտեցավ մեզ, երբ որ Բեռնախցիկը բացվեց եւ մեր բուժակները բարձրացան, որպեսզի վիրավորներին արդեն տեսակավորենք եւ սկսենք սպասարկել,
Գիտեք ինչ, այդ տեսարանը չես կարող մոռանալ երբեք, ու ես ուղղակի խնդրում եմ ասում, որ ոչ մեկ այդ տեսարաններին ականատես չլինի, որովհետև նույնիսկ այն ամենաքար սրտով մեր բուժքույրերը կանգնած դողում էին, լացում էին, որովհետև աննկարագրելի մի տեսարան էր էլի տվյալ պատկերը։ Որպես մարդ, որպես բժիշկներ, ուղղակի մենք ժամանակ չունեինք մեր հուզական ոլորտին հետևեինք։ Ժամանակ չկար ավելի խորը մտածելու, ժամանակ չկար մի քիչ հուզվելու։ Հետ պատերազմյան շրջանում է սկսում գիտակցել ինչ է կատարվել այդ օրերին, ինչ է զգացել։ Ին վիրահատած հիվանդներից մենակ մեկի մոտ էր, որ կար գնդակային վիրավորում, այսինքն հրազեն մոտիկից կռիվ էր եղել, մենք տենց ենք դատում։ Իսկ մնացած բոլորի մոտ անխտիր բեկորային վիրավորումներ էր, մեկը, չգիտեմ, հրետանուց, մեկը հիմնականում ԱԹՍ-ների հարվածներից, որովհետև ես նույնիսկ մի պահ կար, երբ որ չալարեցի մի զինվորի վրա սկսեցի հաշվել վերքերը, հա, 200-ից ավել վերք կար այդ զինվորի վրա։ Մենակ փայծաղը, որ ամեն մի մարդու փայծաղը գրեթե իր բռունցքից մի քիչ մեծ է, մենակ փայծաղին 3 բեկոր էր բաժին հասել։ Վիրավորների խումբը բերեցին, այնպես պատահեց, որ այդ խմբից առաջ բերել էին մեկ զինվորի եղբորը։ Երբ որ հաջորդ խմբի մեջ տեսանք այդ զինվորին, որը իր եղբորն էր ման գալիս, այնպես պատահեց, որ ես հենց տվյալ պահին վիրահատությունը վերջացրեցի, որը փառք Աստծո բարեհաջող էր, եւ դուրս եկա, որ այդ զինվորը որ ման էր գալիս, տվյալ զինվորի եղբորն էի վիրահատում, եւ գիտեք ինչ, երբ որ ասում ես տղա ջան հանգիստ, մի լարվի, քո եղբայրը ապրելու է, գիտեք ինչ, այդ դեմքի արտահայտությունը 1000 շնորհակալությունից ավելի արժեր։ Երբ որ վիրահատությունից առաջ վիրավորը քեզ հարցնում է բժիշկ ջան, ապրելու եմ ես, կապրեմ բժիշկ ես, թե մեռնելու եմ։ Գիտեք ինչ, քո ամեն մի բառ, ամեն մի բառի տոնայնությունը տվյալ մարդկանց համար մի կյանք արժեր երևի, ես այդ ձև չեմ կարող մեկնաբանել։ Երբ որ ասում էիր, տա ջան, դու արդեն հասել ես մեր մոտ, արդեն մեր ձեռքերում ես, դու հանգիստ քնի, երբ որ արթնանաս, նոր կզրուցենք։ Երբ որ զինվորը աչքերը բացում էր ու հասկանում էր, որ մահանալու վտանգը արդեն իրանից մի քիչ շրջանցել է, չգիտեմ, բառ պետք չէր այդտեղ զինվորը ասել, իր դեմքի արտահայտությունը արդեն ասում էր ամեն ինչ, էլի։ Քանի որ պատերազմը բավականին երկար տևեց եւ Ադրբեջանի գերիները, վիրավոր գերիները իրենց բուժումը ստանում էին ու իմ կարելի ասել ղեկավարությամբ մեր մոտ գտնվողները, գիտեք ինչ, տարօրինակ զգացում է, երբ որ քո թշնամուն, հա, դու պետք է օգնություն ցուցաբերես, երբ որ պիտի մի կողմ դնես քո զայրույթը, չգիտեմ, քո ամբողջ զգացումները դեպի եւ փորձես մասնագիտական քո օգնությունը ցուցաբերել Ադրբեջանի վիրավորներին։ Մեր օգնություն ցույց տալը մի քիչ որպես մեզ սրտահովանք էր, որ միգուցե մեր գերիների հանդեպ էլ Ադրբեջանում մեր նման բժիշկ հոգատար վերաբերմունք ցուցաբերել։ Երևի թե զուտ սա էր մեզ մի քիչ ուժ տալիս, որ նայենք ոչ թե որպես Ադրբեջանի գերի, այլ ուղղակի որպես վիրավոր։ Հետ պատերազմյան շրջանում արդեն նոր սկսում ես գիտակցել դու ինչի միջով անցար, ինչ տեսար այդ օրերին, ինչ ապրեց քո ընտանիքը, լավ։ Այն մարդիկ, որ վիրավորները, որոնք չէին հասնում ուղղակի մեզ, մահանում էին տարբեր օղակներում եւ դու արդեն երբ որ մոտիկանում էր եւ տեսնում էր, որ մահացած է արդեն, էլ ոչ չով չես կարող օգնել։ Հիմա ենք սկսում մտածել, որ տվյալ զինվորը, մի տան ջրակ էր, մի տան հույս էր, միգուցե տան միակ տղան էր,
չեմ կարող հիմա փոխանցել այն, ինչ զգացել եմ այն ժամանակ եւ հիմա ինչ եմ զգում։ Երբ որ ավարտվեց 44-օրյա պատերազմը եւ մեր հերթական օրը, երբ որ զբաղվում էինք գերիներով, գերիների բուժ ապահովմամբ, մեզ ասեցին, որ պետք է գերիների փոխանակում տեղի ունենա եւ պետք է բժիշկներից մեկը ուղեկցեն գերիներին դեպի Բաքու, որպեսզի մեր հայրենադարձներին ուղեկցեն որպես բուժ ապահովեն։ Քանի որ ես էի զբաղվում գերիներով, միանշանակ դա իմ պարտականությունն էր ոնց որ եւ մեկնեցինք Բաքու։ Քանի որ գերիների մեծ մասը իրանք պատգարակային պարկած հիվանդներ էին, մենք գերիներին տեղափոխեցինք ինքնաթիռով պատգարակների վրա։ Երբ որ հասանք Բաքու, գիտեք ինչ, ես ասել, որ վախ կար, դա վախ չէր, ավելի շատ դա չգիտեիր ուր ես գնում, չգիտեիր ինչ է քեզ սպասվում, չգիտես ինչ ես տեսնելու այնտեղ։ Եվ երբ վայրեջք կատարեցինք Բաքվի օդանավակայանում, մեքենաները արդեն սպասում էին, որտեղ մեր հայ ռազմագերիներն էին նստած։ Բավականին երկար տևեց մինչև բանակցություններ եւ գերիների փոխանակություն եւ Ադրբեջանի պատվիրակությունը բարձրացավ ինքնաթիռ, ես այդ ժամանակ բժշկական սպիտակ խալաթ էր հագած եւ ինչքան էլ տարօրինակ էր, խալաթի գրպանին գրված էր Սամսոնյան ազգանունը։ Եվ երբ պատվիրակությունը բարձրանում էր եւ կարդում էր հայկական ազգանուն բժշկի կրծքին, այն որ զայրացած նայում են քեզ, ուզում են մի բառ ասեն, այն հաղթած բանակի, այն հաղթած մարդու հոգեբանությամբ են ուզում քեզ, բայց որ նայում են դիմացը կանգնած է մարդ, ով ընդհանրապես դրանից չի ազդվում։ Ընդհանրապես կոպիտ ասած իրա պետքը չի թե դիմացինը ով է, ադրբեջանցի է, թե ով է, դրանից նրանք ավելի շատ է զայրանում, բայց ամեն դեպքում բարձրացան իրենց գերիներին նայեցին, տեղի ունեցավ գերիների փոխանակություն, երբ որ դուրս եկան Ադրբեջանի գերիները, մի պահ շատ հիշարժան, երբ որ մնացած բոլորը երևի թե ռիշ չէին անում նայեն իմ կողմ, իրաց բժշկին, որովհետև այդ բան ես էի իրաց բժիշկը։ Զինվորներից մեկը, որի ոտքը կտրած էր եւ արդեն լավացել էր, երևի թե չդիմացավ իրենց մեքենայի միջից հայացքով ման էր գալիս, որ ինձ գտներ, մի քիչ գլուխս թեքեցի, տեսա, որ ինձ էր ման գալիս եւ ձեռքով խառնված սկսեց հաջողանալ, շնորհակալություն հայտնել երևի թե դա էլ էր հետաքրքիր զգացում ամեն դեպքում, որ քո թշնամին քեզանից շնորհակալ է գնում արդեն։ Մենք տեղափոխեցինք Բաքվից 44 հայ, արդեն գերի չասենք հայրենադարձ մեր զինվորներին, առաջի հանդիպումն էր նրանց հետ, երբ որ մեքենայից սկսեցին դուրս գալ, իհարկե պետք է գերու վիճակով ձեռքերը բարձրացած դուրս գային նրանք, երբ որ նրանք բարձրանում էին, զգում էր, որ նրանց չեն ասել, որ հայրենիք են վերադառնում, այն վախի, այն չգիտեն ուր են գնում, չգիտեն ինչ են լինելու իրենց հետ, ու երբ որ ինքնաթիռից իրենց հայրեն ձայնով դիմավորում ես առաջի մարդու դեմքի տպավորությունը ես ուղղակի գիտեք չեմ կարող նկարագրեմ, դա ուրախություն էր, դա հրճվանք էր, դա հերթական ցնցում էր իր համար, երբ որ հայրեն ասում էր «Տա ջան, զինվոր ջան, տուն են գնում, բարձրացի վերև հանգիստ»։ Գերիների մեջ կար նաև 6 տարի Ադրբեջանում գտնվող գերի, 6 տարի։ Ասրեցինք զրուցենք տղայի հետ, բավականին հետաքրքիր էր պատմում, եւ լավը, եւ վատը, չգիտեմ, ոնց պիտի վերաբերվի ադրբեջանցին հայի նկատմամբ։ Ապրել հետ պատերազմյան շրջանում մի քիչ դժվար է, քանի որ արդեն երբ որ նայում ես շրջապատում մարդկանց վերաբերմունքը, ոնց պիտի զգա իրան զինվորականը, երբ որ պարտվել է իր երկիրը տվյալ պատերազմում։
Վատ ասեմ, գիտեք ինչ, վատ են խոսքը չի, ասեմ հիասթափված եմ, հիասթափություն ուղղակի են խոսքը չի, ուղղակի մենք շարունակում ենք մեր մասնագիտական գործունեությունը, միշտ հավատալով դեպի լավին, չգիտեմ, երևի իմ երեխայի աչքերին երբ որ նայում եմ, հա, այդ անմեղ աչքերին երբ որ նայում եմ, դա ինձ լրիվ բավական է, երբ որ ես եւ ուժ հավաքեմ եւ այդ անցած հիշողությունները որպես հիշողություն թող մնան, երևի երեխային պարզ են անմեղ աչքերի պարզությունն է ինձ ուժ տալիս, հավատը դեպի վաղվա օրվան, որ ամեն ինչ լավ է լինելու, որ մեր օրը դեռ կգա, ես հույսով եմ, իսկ զինվորական բժիշկները, իմ նմանները եւ բոլոր զինվորական բժիշկները միշտ պատրաստ են եղել եւ հիմա էլ այս պահին էլ բոլորը իրանց մասնագիտական գործերը փառքով կատարում են։